Բարև ձեզ, ես հասկանում եմ, որ երկրում հիմա նախընտրական շրջան է եւ ինչի մասին էլ խոսես, քաղաքականացվում է, բայց սա այդ դեպքը չի։ Սա խնդիր է, որի հետ կարող առնչվի յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր։ Ես սրա մասին խոսել եմ նախկիների ժամանակ, խոսել եմ Հայկ Մարությանի ժամանակ, խոսում եմ հիմա, տղերք, ոչինչ չի փոխվում։ Երևանի քաղաքապետարան, ԴԱՀԿ եւ բանկեր, կոնկրետ դեպքում Կոնվերսբանկ։ Դուք ոնց որ կազմակերպված խումբ լինեք մարդկանցից գումար քերելու նպատակով։ Երևանի քաղաքապետարանի կարմիր գծերի խախտումների մասով քաղաքացին նորմալ չի իրազեկվում։ Խախտումները գնում են ԴԱՀԿ, չգիտես ինչի։ Գնում են ԴԱՀԿ, քաղաքապետարանի 5000 դրամը քերվեց, ԴԱՀԿ-ն պլյուս 2500 դրամ քերեց, բանկը իր միջնորդավճարը քերեց, բոլորը երջանիկ են, բացի քաղաքացուց, ով որ տուգանվել է։ Ինչու՞, կամի պարզ պատճառ։ Նորմալ կերպով չի իրազեկվում խախտման մասին։ Եկեք նայենք ստատիստիկային, ես որպես վարորդ ճանապարհային ոստիկանության խախտումների մասով չունեմ որևէ որոշում, որը գնացել է ԴԱՀԿ, ինչու, որտեղ նորմալ իրազեկում են։ Ճանապարհային ոստիկանությունը ունի կայք, գրանցվում է, չգիտեմ, էլեկտրոնային նամակներ է ստանում, ծրարով թղթից նամակները եւս գալիս են նորմալ։ Այդ խախտումները գալիս հասնում են ինձ, եւ ես շատ արագ վճարում եմ դրանք։ Իսկ կարմիր